Պարոն Սիմոնյան, ինչ չափորոշիչով եք ընտրություն կատարել ձեր կուսակիցների հետ կապված եւ ինչի համար ձեզ պետք է քվեարկեն ձեր կուսակիցները, ինչ արժանինքների համար։ Նայել եմ, տեսնում եմ գալիք խորհրդանում այդ մարդը անելիք ունի, թե չունի, նայել եմ արդյոք այդ մարդը անցած այս ժամանակահատվածում իրան ոնց է դրսևորել եւ ըստ դրա քվեարկել եմ, ինչ վերաբերում է ինձ, կարծում եմ ես այս կուսակցության հիմնադիր անդամներից եմ եւ Հայաստանի Հանրապետության թերևս արդեն ամենաերկար ազգային ժողովի նախագահ եւ իմ նախագահության օրոք, իմ պարլամենտական գործունեության օրոք հնարավոր բոլոր դժվար իրավիճակները եղել են, սկսած ազգային ժողովի շենքի վրա հարձակումից, վերջացրած ռադիկալ տրամադրված ընդդիմությունով, վերջացրած հուզական եւ շատ ցավոտ իրավիճակում մեր տարբեր հայրենակիցների հետ լսումներով, միջազգային գործունեությամբ կարծում եմ, որ շատ բան եմ արել, որի համար ես շատ ու շատ մարդկանց կողմից գուցե եւ ընտրվեմ։ Այլ Պարոն Սիմոնյան, ըստ ձեզ գալիք ազգային ժողովում Հայկ Սարգսյանը անելիք ուներ, թե չէ։ Կարծում եմ վարչության որոշումով այդ հարցի պատասխանը դուք ստացել եք։ Պարոն Սիմոնյան, Հանրային ռադիո արդեն որոշակի անում են ընտրական ցուցակներն իրենց պոտենցիալ վարչապետների թեկնածունելով, ԿՊ-ի համար մրցակից թեկնածուն ըստ ձեզ ով է։ Մեր համար, մեր կուսակցության համար։ Պետք է ասեմ, որ այս պայդրությամբ կոնկրետ մրցակից ակնհայտ չի երևում եւ դա միայն իմ կարծիքը չի, դա մեր քննարկումներն են ցույց տալիս, որովհետեւ դաշտում կա վաղուց կայացած ուժ, որը որ լավ կուսակցական համակարգ ունի եւ իր հավակնության մասին է հայտնել, դաշտում կա նոր ուժ, որը որ հավակնում է ինչ-որ մի մաս երիտասարդների, ջահելների, ես նկատի ունեմ նույնիսկ մի քանի տենց ուժ կա, որոնք որ տենց հավակնում են երիտասարդների նկատմամբ տենց լավ երիտասարդների համար լավ առաջարկություն անելու համար, կա ուժ, որը որ անակնկալի պես է իրեն պահում, բայց ինչքան շատ են այդ ուժի ներկայացուցիչները խոսում, այնքան ակնհայտ է դառնում, որ ոչ մի անակնկալ չկա, մի խոսքով խճանկարի բոլոր գույները կան եւ անկեղծ ակնհայտ չի, թե որն է իրական մրցակիցը, դրա համար մենք մշտապես ամենամեծ եւ ամենաառաջին մրցակիցը ինքներս մեզ ենք համարում եւ այն ասելիքը, որը որ մենք պետք է ասենք, որովհետեւ մեր խոսակցությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ ստացվել է եւ այդ խոսակցությունը շարունակվում է եւ շարունակվելու է, դրա համար չեմ կարող կենտրոնանալ եւ կոնկրետ բան ասել, հա։ Լուրջ մրցակից համարում եք Սամվել Կարապետյանին, որը օրերս վարչապետի տեխնացու։ Սամվել Կարապետյանը չի կարող վարչապետի տեխնացու առաջադրվի, դա հերթական ֆեյք խոսակցությունն է եւ թերևս այն նախկին մեր գործընկերների նկատի ունեմ ընդդիմադիր գործընկերների պես երևի իմ կարծիքն է ինքը իր համար փախուստի ձև է փնտրել նման որոշումով, որովհետեւ դե գիտեք ինչ մշտապես ինքը հայտարարել է, որ քաղաքականությամբ չի ուզում եւ չի զբաղվել, ում վրա քրեական գործ են հարուցում, կուսակցություն է ստեղծում, ուզում է գա պարլամենտ, ինչ որ տան նոմսա բան է դարել, նոր մոդա է դարել, որ ում վրա քրեական գործ են հարուցում, բարձում է ինքը տենց վաղեմի քաղաքական գործիչ է, բայց որ հարցազրույցները նայում ես մի տարի մի ժամ առաջ ասում են, որ ընդհանրապես քաղաքականության հետ կապ չունեն, ինքը չի կարող լինել վարչապետի ոչ տեխնացու, ոչ վարչապետ, մի քիչ աբսուրդային է իրավիճակը։ Հայաստանի Հանրապետության օրենսգրքից ելնելով եւ էլի շատ ու շատ բաներից, բայց այնքան շատ է այդ բաները, որ նույնիսկ ասելու կարիք չկա, այսինքն ինքը չի կարող լինել տեխնացու, ինքը չի կարող լինել падգամավոր, ինքը չի կարող լինել վարչապետ, ինքը չի կարող ոչ մի բան լինել, ինքը կարա, չգիտեմ, Ռուսաստանում կամ Կիպրոսում ինչ որ բան փորձի լինել, եթե այնտեղ դա թույլատրել է իրենց օրենսդրությամբ, դա ծանոթ չէ։
Օրինակ իրենք հայտարարում են այդ ձևով շարժումը, որ բոլոր սոցհարցումները վկայում են այն մասին, որ իրենք են մեծամասնություն ստանալու ազգային ժողովում եւ ունենալ վստահություն։ Օրինակ գնում տենց բան են ասում, թող խաչակնքվեն մի հատ։ Աբսուրդ է։ Իրանք պետք է գիտակցեն, որ շատ ու շատ մարդիկ ուղղակի շահից ելնելով, ֆինանսական շահից ելնելով, փողի շահից ելնելով կարող են իրանց ասել են ինչ-որ իրանք ուզում են լսել, կարող են գնալ եւ մտածել, որ այստեղ կարելի է այս ցուցակով բան, բայց ակնհայտ է, որ չի կարող գիտեք ինչ ասեմ, կան կուսակցություններ, որոնք համակարգեր ունեն։ Հայաստանի անդիմադիրների մասին է խոսքը։ Ու իրանք նույնիսկ իրանք են իրանց ջախջախելու։ Այսինքն այդ բանն է, այդ միֆն է, որին որ ռուսերեն մի հատ արտահայտություն կասեն, որ շատ ավելի հասկանալի լինի, հա, мы пошутили, они поверили։ Իրանք իրանց բան են անում։ Շատ ցավում եմ այդ օթերում իրանց ապրելու իրավիճակի համար։ Պարոն Երեք Փաշինյանն ասում է ջախջախի չփոքրամասնություն են դերում։ Ձեր մոտ այդ վստահությունը որտեղ է, սոցհարցումներ ունեք, ձեզ ասեն են, որ դուք 50-ից 1 հաստատ ունեք, 54-ն են, որտեղ է այդ չափից դուրս վստահությունը։ Ռուզանա ջան, տիրապետում ենք իրավիճակին, մենք չենք կտրվել թե ընտրական process-ներից, թե մարդկանցից եւ քննադատություններն էլ գիտենք, քննադատություններն ենք լսում, մեր խնդիրներն էլ գիտենք, ուրիշների խնդիրներն էլ գիտենք, եկեք sense պատասխանեմ, իրանք էլ են վստահ, որ իրանք ջախջախիչ պարտություն են տանելու։ Ես կարծում եմ, որ սա ամենախոսուն պատասխանն է, որ կարող էի ասել։ Իրենք վստահ են, բայց մտել են դրապարկայներ, հակասությունից։ Դե ես ձեզ ասացի, ես կարող եմ բացատրել յուրաքանչյուր կուսակցության անուն տվեք, ես բացատրեմ այդ կուսակցությունը ինչ անում է զգալիք ընտրությունները։ Հիմնականում շատերի դեպքում դա կրկնվելու է, բայց ես գիտեմ այդ մարդիկ ինչ են անում։ Ես ձեզ բառացի ասում եմ, դուք խոսում եք այդ մեր ձևովի հետ կապված, ասում եմ այդ մարդը քաղաքականությամբ զբաղվում, որտեղ քրեական գործ կա։ Եթե այդ մարդը քրեական գործ չներ, այդ մարդը քաղաքականությամբ զբաղվելու էր, ինքը ասում է ոչ։ Դուք ինչ եք ասում։ Հայտարարությունից հետո ըստեղության այդ Ինչա՞։ քրեական գործը եղավ, Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո եղավ, երբ ասեց, որ մեր ձևով աջակցելու ենք։ Չէ, սխալ եք ասում, քաղաքականությամբ ինքը սկսել է զբաղվել ընդամենը վերջերս, ես նույնիսկ ասեի AI-ի հայտարարության շնորհիվ, որտեղ միջև այդ նույնիսկ հայտարարված չէր, որ ինքը ինչ-որ ձևով զբաղվել է, որտեղ ակնհայտ էր, որտեղ Ռուսաստանի եւ Կիպրոսի քաղաքացին չի կարող զբաղվել, այս համանդրությունը դա թույլ չի տալիս, նաեւ խոչընդոտում է ազգային ժողովի կանոնակարգ համանդրական օրենքի 61-րդ հոդվածը, որը որ նկարագրում է առաջին նիստը, ինչ պետք է լինի եւ ոնց պետք է լինի։ Այսինքն դենց, գիտեք ինչ, սա հերթական Չէ, հիմա մենք չենք, ես Ռուզանա ջան, մենք եկեք չքննարկենք ինչ քրեական գործ աբսուրդային, ինչ քրեական գործ աբսուրդային չի։ Ես վստահեցնում եմ, տենց ասացված կա, որ բանտում մեղավոր մարդ չի լինում, եւ յուրաքանչյուր մարդու, որը որ ինչ որ հանցագործություն է արել, ինքը բնական է իր արդարացումներ ունի եւ բացատրություններ ունի, թե դա ինչի է տեղի ունեցել, բայց ասածս այն է, որ մարդիկ սկսում են քաղաքականությամբ զբաղվել այն դեպքում, երբ որ հայտ է գալիս քրեական գործ։ Շինծույա, շինծուչի, լավնա, հիմնավորա, դրա մասին չենք խոսում։ Եվ դա Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հիմար չեն։ Մարդիկ հասկանում են, որ ինչի է ինքը զբաղվում քաղաքականությամբ, իսկ ինչի միջև այդ չէր զբաղվում, իսկ ինչ էր խանգարում միջև այդ, ինչ որ ծրագրեր անել, ինչ էր առաջ գովում Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանություններին, ինչեր ասում, չեմ զբաղվել, հիմա զբաղվում եմ։ Վերջի ես ձեզ առաջարկում եմ գնաք իրանից հարցնեք, այս հարցերը իրեն տակ, որովհետև արգելք չկա, եթե AI-ը չպատասխանի, թող ինքը այլ ինչ կապ ունի, 21-րդ դարն է, Zoom-ով միացեք, մենք ստեղից Ամերիկա հարցազրույցներ ենք անում, Zoom-ով միացեք կամ գնացեք Cure իրանց մոտ։ Արգելք չկա, ուրեմն նորից եմ ասում, արգելք չկա իմ իմանալով եւ նույնիսկ իրանք բանակցություններ են վարել, որպեսզի հարցազրույց տան եւ ես ձեզ հորդորում եմ գնացեք իրան այդ հարցերը տվեք, թող ինքը պատասխանի։ Բայց նորից եմ ասում, հերթական անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մոլորության մեջ գցել, ասեմ մի անգամ Կանադայի քաղաքացի բերեցին, որ իբր պետք է վարչապետ դառնա Աստծո օրհնությամբ, այն մեկն էլ ասում էր Աստծո օրհնությամբ, չէ, այն անհաջողակը ասում էր
աստծորտնությամբ։ Հիմա այս մեկը ասում է, չգիտեմ, դրսից ինչ որ մարդկանց են բերել, որոնք մեզ ուզում են բացատրեն մեր սահմանադրությունով, ոնց իրանք կարող են ամեն ինչ անել, որ իրանք ուզած մի խոսքով աբսուրդ է սա։ Շատ սխալ բան արեցին քաղաքական առումով։ Ավելի լավ է անհայտ մեկին դնեին, մասնակցեին այդ բանի տակ, բայց այս պլան провалился, ասենց ասեմ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։